Հուլիսի 8-ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Եվրամիության կայուն էներգիա 2026-ի շրջանակներում Սևանում անցկացված մրցույթների մրցանակաբաշխությունը եւ ամփոփիչ միջոցառում, որին ներկայ էին քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի գործող ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի նոր ղեկավար Իան Տյորները, քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, հաղորդակցության գծով փորձագետ Տաթևիկ Հարությունյանը։ Սևան համայնքում 2026 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Եվրամիության կայուն էներգիա 2026-ի շրջանակներում, որ այս տարի կրում էր մաքուր, անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն խորագիրը, տեղի ունեցան 3 տասնյակից ավելի միջոցառումներ, նախաձեռնություններ, մրցույթներ։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Նրանց, ովքեր արձագանքեցին, նրանց, ովքեր մասնակցեցին, նրանց, ովքեր մեր անվանակարգերի մրցանակակիրները դարձան, որովհետև ցանկացած լավ գաղափար, եթե չունի կոնկրետ գործողություն, դա մնում է ուղղակի որպես հավակնոտ գաղափար։ Իսկ տարեց-տարի Սևան համայնքում իրականացվող նմանատիպ միջոցառումները մեզ բերում են այն համոզման, որ իսկապես Սևանում կա ներուժ, իսկապես մենք ունենք լավ մասնակիցներ, եւ եթե շատ միջոցառումներ ուղղված են երեխաների, երիտասարդների համար, մենք տեսնում ենք, որ նաեւ դրանց մասնակցում են երիտասարդության շեմը վաղուց անցած մարդիկ։ Սա նշանակում է, որ կա ընդհանուր հետաքրքրություն։ Մրցույթների մասնակից դպրոցները, կազմակերպությունները եւ անհատներն իրենց աշխատանքները եւ պատրաստած նյութերը ներկայացրել էին Սևանի համայնքապետարան, որտեղ հանձնաժողովի կողմից եւ հավանումների արդյունքում ընտրվել են լավագույն աշխատանքները 7 անվանակարգերում։ Լավագույն աշխատանքների հեղինակները ստացան մրցանակներ, հավաստագրեր, ակտիվ մասնակցություն ունեցած կազմակերպությունները, հաստատությունները, անհատները խրախուսվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով, հուշանվերներով։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից պատվոգրերը, շնորհակալագրերն ու նվերները հանձնեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։ Արդեն ավանդական դարձած Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան Սևան համայնքը միանում է 6-րդ անգամ, այս տարի մաքուր, անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն խորագրի ներքո։ Ամփոփիչ միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց այս տարի անցկացված միջոցառումներին, մրցույթներին եւ նախաձեռնություններին։ Նշվեցին նաև այն նորամուծությունները, որոնք նոր շունչ եւ թարմություն հաղորդեցին անցկացված միջոցառումներին։ Սևան համայնքի ղեկավարի պատվոգրին արժանացան քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, հաղորդակցության գծով փորձագետ Տաթևիկ Հարությունյանը։ Համայնքի կողմից խորհրդանշական հուշանվերներ ստացան քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի գործող ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի նոր ղեկավար Իան Տյորները։ Այս տարի Սևան համայնքը ներկայացավ աննախադեպ թվով միջոցառումներով եւ նախաձեռնություններով, որի մասին նշեցին նաև քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի ներկայացուցիչները, միաժամանակ հայտնեցին, որ շուտով տեղի է ունենալու ազգային մրցանակաբաշխություն, որին ներկայացվել են Սևան համայնքի կողմից տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված աշխատանքները։ Սևանի համայնքապետարանը 6-րդ անգամ շատ ակտիվ է մասնակցում Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան։ Ամենակարևոր օգուտը մեր տեսանկյունից այն է, որ էներգիայի շաբաթները, որ ամեն տարի անցկացվում են, համայնքային իշխանություններին տալիս են հնարավորություն համայնքային բնակչությանը ներգրավել այսպիսի միջոցառումներում, ուշադրություն դարձնելով հատկապես այն խնդիրների մասին իրազեկելուն, որոնք համահունչ են դաշնագրի նպատակներին։ Այն է էներգիայի արդյունավետ եւ խելամիտ օգտագործում, շրջակա միջավայրի պահպանություն։ Այդ տեսանկյունից կարևոր է մարդկանց մասնակցությունը։ Սևանի համայնքապետարանը կարողանում է ներգրավել իր բնակիչներին, բնակիչներն էլ իրենց հերթին կենցաղում լուծում են էներգախնայողության բարձրացման խնդիրները։ Դրա համար նմանատիպ միջոցառումները մենք շատ ենք կարևորում։ Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է միավորել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին եւ այլ շահառուների տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության, ինչպես նաեւ էներգետիկ աղքատության հաղթահարման ուղղված նախաձեռնությունների եւ միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաեւ դրանց իրականացման խթանման նպատակով հանուն, մաքուր, անվտանգ եւ կայուն զարգացման։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Գեղամահոր։